Աշխարհի տարբեր անկյուններից Երևան են ժամանել տեսական ֆիզիկայի առաջատար մասնագետներ։ Մասնակցելու Լանդաուի շաբաթ տեսական ֆիզիկայի սահմանները խորագրով գիտաժողովին։ Մասնակցում են մոտ 70 գիտնական Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից։ Այս գիտաժողովի նպատակն է համախմբել տեսական ֆիզիկայի ոլորտի գիտնականներին մտքերի փորձի փոխանակման համար, նաեւ պահպանելու Լանդաուի տեսական ֆիզիկան միասնական է հայտնի ավանդույթը։ Սա հիանալի հնարավորություն է հանդիպելու գործընկերների հետ, փոխանակելու նոր մտքեր եւ գաղափարներ, նրանց հետ ում անունները կարդացել եմ միայն հետազոտական աշխատանքներում եւ շատ բան եմ սովորել տարիների ընթացքում։ Հայաստանը ունի մեծ ներդրում տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտներում, շատ տպավորված եմ։ Լև Լանդաուն 20-րդ դարի ականավոր ֆիզիկոս տեսաբան է, հայտնի է ֆիզիկայի ոլորտում իր հիմնարար ներդրումներով։ Նոբելյան մրցանակակիր Լանդաուին նվիրված գիտաժողովը առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին կրկին Հայաստանում։ Սա երկրորդ անգամ է, բայց մենք որոշել ենք ամեն 2 տարին մեկ անել, որպեսզի ամբողջ աշխարհում սրված Լանդաուի դպրոցի մարդկանց հավաքենք իրար գլխի եւ մարդիկ խոսան, հանդիպեն, կապերը ամրապնդեն, նոր բաներ մտածեն, նոր ուղղություններ եւ համագործակցեն։ Արա Սեթրակյանի խոսքով գիտաժողովը հնարավորություն է տալիս նաև երիտասարդ ֆիզիկոսներին, ճանաչելու ոլորտի ականավոր գիտնականներին, աշխատելու նրանց հետ եւ նոր քայլ կատարելու գիտության մեջ։ Այս կարծիքին է նաև իտալացի գիտնական Անդրեա Կապելին։ Սա միջազգային համայնք է, մենք ճանաչում ենք իրար, գիտենք միմյանց կարողությունները։ Իրականում տեսական ֆիզիկայի համայնքը մեծ չէ եւ ուրախ ենք, որ հայ երիտասարդները նույնպես իրենց տեղն ունեն այս փոքր ընտանիքում։ Գիտաժողովը կտևի 1 շաբաթ։ Գիտնականները կներկայացնեն զեկույցներ, կլինեն քննարկումներ եւ ինտերակտիվ հանդիպումներ, ուղղված տեսական ֆիզիկայի ոլորտում միջազգային գիտական գործակցության ամրապնդմանը։ Լուսինե Հակոբյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրերի համար։